Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում կայացավ գիտաբժշկական շատ հետաքրքիր կոնֆերանս էնդոկրինոլոգիայի արտադրական հարցերի վերաբերյալ։ Ուրախ ենք, որ այդ միջոցառումը բավականին բուռն արձագանք ստացավ բժիշկների շրջանում։ Նշեմ կոնցեռն Էներգոմաշ կազմակերպությունը, որը տարիներ շարունակ մեր կողքին է, մեր մեջքին է կանգնած, մենք իրար հետ տարբեր գիտական եւ պրակտիկ միջոցառումներ եւ տարբեր գործունեություններ ենք ծավալում։ Շատ կարեւոր է, որ նրանք միշտ կանգնած են այդ գիտության զարգացման, առաջընթացի, շարունակական կրթության բժիշկների հիմքերում մեր հետ միասին, եւ դա միշտ շատ կարեւոր է ունենալ նմանատիպ մշտական հավատարիմ գործընկեր։ Այսպիսի կոնֆերանսները միայն մեծ հնարավորություն են տալիս մեր հանրապետության ներզատաբաններին, այսպես ասած էնդոկրինոլոգներին, ավելի ամրացնելու իրենց գիտելիքները, նորը ընկալելու, նորը սովորելու։ Հիմնական խոսնակները այսօրվա կոնֆերանսի Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոսներն են, եւ մենք ունենք մի հատուկ հյուր Լուսինե Աղաջանովը, եւ նա ներկայացնելու է շատ արտիական խնդիրներ, ինքը ռեպրոդուկտոլոգ է Ստենֆորդի համալսարանում եւ ներկայացնելու է այն հարցը, որը պետք է հուզում է եւ կարեւոր է եւ էնդոկրինոլոգների համար եւ թերապևտների համար եւ գինեկոլոգների համար շատ կարեւորում են ոչ միայն զեկույցի ներկայացումը, նաեւ հարց-պատասխան, այսինքն քննարկումները արդեն պրակտիկ բժիշկների հետ եւ նաեւ պոպուլարիզացիայի հարցը մանկական էնդոկրինոլոգիայի, մանկաբույժների եւ թերապևտների շրջանում։